Բարև ձեզ, պատկերացնում եք, ամեն շաբաթ դուք կարող եք ձեր օրգանիզմ ներմուծել, դե մոտավորապես մի պլաստիկ քարտի քաշի պլաստիկ։ Հա, գիտեմ, անհավանական է թվում, չէ՞։ Շատ անսովոր է հնչում, այո։ Բայց սա այն իրականությունն է, որի մասին այսօր խոսելու ենք՝ միկրոպլաստիկները։ Ուրեմն մենք ձեզ հետ միասին այսօր կփորձենք խորանալ էլի այս թեմայի մեջ, օգտագործելով ձեր տրամադրած աղբյուրները, հոդվածներ, հետազոտություններ։ Նպատակն է հասկանալ ինչ են իրենց ցից ներկայացնում ես գրեթե անտեսանելի մասնիկները, որտեղից են գալիս, ոնց են ազդում մեզ վրա, մեր առողջության մոլորակի վրա։ Եվ ամենակարևորը, ինչ կարող ենք անել մենք, դուք, ես, այս իրավիճակում։ Եթե թեման ձեզ է հետաքրքրում կամ գուցե մի քիչ անհանգստացնում, դե ուրեմն սկսեցինք։ Ողջույն։ Լավ, եկեք հենց սկզբից սահմանենք, որ բոլորս նույն բանը հասկանանք։ Միկրոպլաստիկ։ Այս տերմինը առաջին անգամ բրիտանացի ծովային կենսաբան Ռիչարդ Թոմսոնն է օգտագործել։ Դեռ 2004-ին, չէ՞։ Այո, բավական վաղուց խոսքը պլաստիկի շատ փոքր 5 մմ-ից պակաս տրամագծով մասնիկների մասին է, որ պատկերացնեք մոտավորապես բրնձի հատիկի չափ։ Կամ քունջուտի սերմի։ Հա, նման մի բան։ Ու շատ կարևոր է հասկանալ, որ դրանք երկու հիմնական տեսակի են լինում՝ առաջնային ու երկրորդային։ Այսինքն, սպասեք, ոչ բոլորն են պատահական առաջանում։ Առաջնայինները, եթե ճիշտ եմ հիշում աղբյուրներից, դրանք հատուկ են արտադրվում, հենց այդ փոքր չափերով։ Ճիշտ այդպես։ Առաջնային միկրոպլաստիկները դրանց հաճախ միկրոգնդիկներ կամ միկրոմանրաթելեր են ասում, դրանք միտումնավոր են ստեղծվում արդյունաբերության մեջ։ Որտեղ կարող ենք հանդիպել։ Դե օրինակ անձնական խնամքի միջոցներում, դեմքի սկրապներում, ատամի մածուկներում, որպես հղող նյութ, էլի, կամ կոսմետիկայում, ասենք փայլեր, գլիտեր, արդյունաբերական տարբեր գործընթացներում են օգտագործում։ Հասկանալի է։ Իսկ երկրորդայինները, սրանք երևի են, ինչի մասին ավելի շատ ենք լսում, այսինքն պլաստիկ աղբը, որ քայքայվում է, դրա արդյունքն են, հա։ Այո, երկրորդայինները առաջանում են, երբ ավելի մեծ պլաստիկ իրերը, դե գիտեք, շշեր, տոպրակներ, ձկնորսական ցանցեր, հագուստ, նույնիսկ անվադողեր, ժամանակի ընթացքում մանրանում են։ Ի՞նչն է նպաստում դրան։ Դե տարբեր բաներ։ Արևի լույսը, ուլտրամանուշակագույնը, ջրի ալիքները, քամին, ջերմաստիճանի տատանումները։ Այս ամենը քայքայում է պլաստիկը, վերածում է ավելի ու ավելի փոքր կտորների։ Սա ցավոք անխուսափելի պրոցես է, քանի դեռ մենք այսքան շատ պլաստիկ արտադրում ու թափում ենք։ Ու հենց այստեղ է, որ խնդիրը դառնում է մի տեսակ անկառավարելի։ Նույն Ռիչարդ Թոմսոնը նշում է, որ այս մասնիկների քանակը միայն ավելանալու է, որովհետև արդեն իսկ միջավայրում կուտակված այդ հսկայական պլաստիկ աղբը շարունակում է քայքայվել։ Ու դրանք այնքան փոքր են, որ հավաքելը, զտելը, հատկապես օվկիանոսից կամ հողից չափազանց դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է։ Հա, դա է խնդիրը։ Հենց դրա համար էլ շատ փորձագետներ, Թոմսոնն էլ նրանց թվում, ասում են, որ լուծումը ոչ թե մաքրելն է, այլ աղբյուրները վերացնելը։ Այսինքն կանխարգելել, որ պլաստիկը ընդհանրապես հայտնվի բնության մեջ։ Ճիշտ այդպես։ Պետք է բարելավել աղբի կառավարումը, պակասեցնել մեր կախվածությունը այդ մեկանգամյա օգտագործման պլաստիկից, խթանել վերամշակումը։ Բայց դե, ինչ էլ հիմա անենք, պետք է հասկանանք, որ միկրոպլաստիկը արդեն ամեն տեղ է։ Այո, աղբյուրները նշում են Էվերեստի գագաթից մինչև Մարիանյան իջվածք, Արկտիկայի սառույցներում, անապատներում, մեր խմելու ջրի մեջ, աղի, մեղրի մեջ ու հա, նաև մարդու օրգանիզմում, արյան, թոքերի, նույնիսկ ընկերքի մեջ են գտել։ Այս ամենուրեքությունն իսկապես տպավորիչ է, բայց վատ առումով։ Լավ, եկեք քննարկենք կոնկրետ ոնց են այս մասնիկները հասնում մեզ։ 3 հիմնական ուղի եք նշել՝ օդ, ջուր, սնունդ։ Սնկ օդից, սա գուցե ամենաանսպասելին է թվում, բայց քամին կարող է միկրոպլաստիկի մանր մասնիկները, մանավանդ մանրաթելերը սինթետիկ հագուստից կամ անվադողերի փոշին տեղափոխել հսկայական տարածությունների վրա։ Հա, մի ֆրանսիական հետազոտություն կար աղբյուրներում, Պիրենեյան լեռներում քաղաքակրթությունից բավականին հեռու, օրական 1 քառակուսի մետրի վրա 300-ից ավելի մասնիկ են գտել։ Ճիշտ է, սա նշանակում է, որ մենք ուղղակի շնչում ենք դրանք, ու քանի որ շատ փոքր են, սովորական դիմակները կարող են արդյունավետ չլինել դրանց դեմ։ Հասկանալի է։ Հաջորդը ջուրն է։ Սա երևի հիմնական տեղափոխողն է, չէ՞։ Բոլորս ենք տեսել այդ սարսափելի կադրերը օվկիանոսներում լողացող պլաստիկ կղզիների։ Այո, Խաղաղ օվկիանոսի մեծ աղբի կղզին արդեն, Ֆրանսիայի տարածքից մի քանի անգամ մեծ է։ Պատկերացնում եք մասշտաբը։ Սարսափելի է։ Ու եթե հաշվի առնենք, որ տարեկան արտադրվող մոտ 400 միլիոն տոննա պլաստիկից միայն դե շատ քիչ մասն է,
9-10% է վերամշակվում։ Ապա զարմանալի չէ, որ այդքան շատ պլաստիկ հայտնվում է մեր գետերում, լճերում, օվկիանոսներում։ Բայց խնդիրը միայն բաց ջրերում չէ։ Շատ հետաքրքիր մի հետազոտություն կա շշալցված ջրի վերաբերյալ։ Այո, կարդացել եմ դրա մասին։ Ուրեմն 9 տարբեր երկրից 11 հայտնի ապրանքանիշի 259 շիշ ջուր են ուսումնասիրել։ Արդյունքները անկեղծ ասած ցնցող էին։ Շշերի 93%-ի մեջ միկրոպլաստիկ են գտել։ 93%, գրեթե բոլորի մեջ։ Այո, միջինում 1 լիտրում 325 մասնիկ։ 325։ Սա որ համեմատենք զգալիորեն մոտ 2 անգամ ավելի շատ է, քան սովորաբար ծորակի ջրում են գտնում։ Իսկ պարզվել է, որտեղից են դրանք հայտնվում հենց շշի մեջ։ Շշից են անցնում ջրին, թե սկզբից ջրի մեջ են լինում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնիկների մեծ մասը 54%-ը պոլիպրոպիլեն է եղել։ Սա այն նյութն է, որից հաճախ խցաններն են պատրաստվում։ Ահա, այսինքն խցանը բացել փակելուց կամ հենց փաթեթավորումից։ Հավանաբար։ Սա հուշում է, որ աղտոտման զգալի մասը կարող է հենց փաթեթավորումից կամ շշի քայքայումից գալ։ Բայց այլ տեսակներ էլ են գտել՝ նեյլոն 16%, պոլիստիրոլ 11%, պոլիէթիլեն 10%։ Սրանք կարող են նաև շրջակա միջավայրից եկած լինել։ Զարմանալիորեն նույնիսկ թեյի տոպրակներն են խնդրահարույց։ Ես միշտ մտածել եմ, դե թուղթ է, էլի։ Ոչ միշտ։ Շատ տոպրակներ, մանավանդ այդ գեղեցիկ բուրգաձևերը, իրականում պլաստիկ են պարունակում, հաճախ պոլիպրոպիլեն կամ պետ, որ տաք ջրում ձևը պահեն։ Կամ էլ եզրերն են սոսնձով փակում։ Այո, պոլիմերային սոսնձով։ Ու հետազոտությունները ցույց են տվել, մեկ այդպիսի տոպրակը տաք ջրում թրջելիս կարող է միլիարդավոր միկրո ու նանոմասնիկներ արտազատել։ Միլիարդավոր։ Սարսափելի է։ Նույնը երևի սուրճի թղթե բաժակների դեպքում է։ Հա, դրանք ներսից պոլիէթիլենի բարակ շերտով են պատված, չէ՞ որ չթրջվեն։ Այդ շերտն էլ կարող է մասնիկներ արտազատել։ Լավ, անցանք երրորդ ուղուն՝ սննդին։ Սա երևի ամենաակնհայտն է։ Եթե օվկիանոսը լիքն է միկրոպլաստիկով, դե տրամաբանական է, որ ծովային օրգանիզմների մեջ էլ կհայտնվի։ Այո, գիտնականները պլանկտոնում են գտել, որը դե ծովային սննդային շղթայի հիմքն է։ Հետո դա անցնում է ավելի մեծ օրգանիզմերին, ձկներին, կաղամորտներին, խեցգետնանմաններին։ Հատկապես երկփեղ կանիները, հա, որ ջուր են զտում, միդիաներ, ոստրեներ։ Ճիշտ է։ Քանի որ նրանք մեծ քանակությամբ ջուր են զտում, կարող են իրենց մեջ զգալի քանակությամբ միկրոպլաստիկ կուտակել։ Աղբյուրներում թվեր կային, մինչև 470 մասնիկ 1 կիլոգրամ հումքի մեջ։ Սա նշանակում է, որ երբ դուք ծովամթերք եք ուտում, մեծ հավանականությամբ նաև պլաստիկ եք ուտում։ Հենց այստեղից էլ գալիս է այդ հայտնի համեմատությունը վայրի բնության համաշխարհային հիմնադրամի WWF կրեդիտ քարտի հետ։ Այո, WWF-ը գնահատել է, որ միջինում մարդը շաբաթական մոտ 5 գրամ միկրոպլաստիկ է սպառում։ Սա մոտավորապես կրեդիտ քարտի քաշն է։ Տարեկան կտրվածքով դա մոտ 250 գրամ է։ Մի 1.5 սմարթֆոնի քաշ, պատկերացնում եք։ Հա, շատ պատկերավոր համեմատություն է։ Ու ըստ իրենց վերլուծության այս քանակի հիմնական աղբյուրը հենց խմելու ջուրն է, եւ շշալցված, եւ ծորակի։ Բայց ուրիշ աղբյուրներ էլ կան, չէ՞։ Անշուշտ։ Չպետք է բացառել օրինակ, որ հողից կամ ոռոգման ջրից միկրոպլաստիկը կարող է նաև բանջարեղենի կամ մրգերի մեջ անցնել, թեև այս ոլորտում դեռ հետազոտություններ են պետք։ Այսպիսով, եթե ամփոփենք, դուք անընդհատ շփվում եք այս մասնիկների հետ, շնչելով, խմելով, ուտելով։ Հաճախ նույնիսկ չեք էլ կասկածում։ Ու սրանց գումարվում են մյուս ամենօրյա աղբյուրները։ Մեքենայի անվադողերը ասում են յուրաքանչյուր 100 կիլոմետր վազգից մոտ 20 գրամ պլաստիկ փոշի առաջանում։ Սինթետիկ հագուստի լվացքը մեկ լվացքից մինչև 700,000 միկրոմանրաթել կարող է կոյուղի գնել։ Եվ իհարկե կոսմետիկան, անձնական խնամքի միջոցները։ Ցանկը իրոք շատ երկար է։ Դե լավ, հիմա հասանք երևի ամենակարևոր հարցին։ Այս ամենը հետաքրքիր է, բայց նաև անկեղծ ասած բավականին անհանգստացնող։ Ինչ է այս ամենը իրականում անում մեր օրգանիզմի հետ։ Որքանով է վտանգավոր։ Սա, հա, $1,000,000 հարց է։ Ու գիտական հանրությունը դեռ շարունակում է պատասխաններ փնտրել։ Վերջնական հստակ պատասխաններ դեռ չկան։ Բայց ինչ-որ տվյալներ կան, չէ՞։ Անշուշտ։ Կուտակված տվյալները թույլ են տալիս մի քանի հիմնական պոտենցիալ ռիսկեր առանձնացնել։ Առաջինը ֆիզիկական ազդեցությունն է։ Շատ փոքր մասնիկները, մանավանդ նանոմասնիկները, որոնք միկրոպլաստիկից էլ փոքր են, դրանք կարող են արյան մեջ անցնել։ Տեսականորեն այո։ Թոքերից կամ աղիներից կարող են անցնել արյան շրջանառության համակարգ ու հասնել տարբեր օրգաններ, լյարդ, երիկամներ, նույնիսկ ուղեղ։ Ու դրանց ներկայությունը կարող է մեխանիկական գրգռում առաջացնել, բորբոքում վնասել հյուսվածքները։
Հիշում ենք Մարկ Բրաունի 2008-ի հետազոտությունը միդիաների վրա։ Հա, որտեղ ցույց էր տվել, որ մասնիկները արյան բջիջներում են հայտնվում։ Այո, նա առաջիններից էր, որ դա ցույց տվեց։ Այսինքն դրանք ուղղակի չեն անցնում մարսողական համակարգով ու դուրս գալիս, այլ կարող են ավելի խորը ներթափանցել։ Հավանաբար, այո։ Ու կենդանիների վրա արված փորձերը դե մտահոգիչ բաներ են ցույց տալիս։ Օրինակ, համստերների վրա արված հետազոտություններում միկրոպլաստիկի ներարկումը կապել են արյան մակարդուկների, թրոմբների առաջացման ռիսկի հետ։ Վերջերս էլ մարդկանց վրա մի հետազոտություն հրապարակվեց, որը կապ էր ցույց տվել անոթներում միկրո եւ նանոպլաստիկների առկայությանը ու ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի զգալիորեն բարձր ռիսկի միջև։ Իսկ ինչով է դա բացատրվում։ Դե հավանաբար հենց բորբոքման խթանման ու անոթային խնդիրների առաջացման պատճառով։ Բացի այս ֆիզիկական, մեխանիկական ազդեցությունից, աղբյուրներում շատ են խոսում քիմիական վտանգի մասին։ Եվ սա գուցե էլ ավելի լուրջ մտահոգություն է։ Պատկերացրեք միկրոպլաստիկի մասնիկները որպես փոքրիկ սպունժներ կամ տոքսիններ։ Հա, տոքսիններ, տոքսինների համար։ Ճիշտ այդպես։ Շրջակա միջավայրում, ջրում, հողում, օդում դրանք կարող են իրենց վրա կլանել, հավաքել տարբեր տոքսիկ նյութեր։ Օրինակ ծովի ջրում դրանք կուտակում են PLB-ներ, պոլիկլորացված բիֆենիլներ։ Սրանք վտանգավոր արդյունաբերական աղտոտիչներ են, հայտնի քաղցկեղացիներ։ Իսկ բացի դրանից հենց պլաստիկի մեջ էլ կան վնասակար նյութեր, չէ՞։ Անպայման։ Հենց պլաստիկի արտադրության մեջ օգտագործում են բազմաթիվ քիմիական հավելումներ, գունանյութեր, կայունացուցիչներ, կրակից պաշտպանող նյութեր, հավքեցնողներ, ինչպես ֆտալատները։ Դրանցից շատերը կարող են վնասակար լինել առողջությանը։ Ու այդ հավելումներից ամենահայտնին երևի բիսֆենոլ A-ն է, BPA։ Այո, BPA-ն շատ տարածված է։ Օգտագործվում է պոլիկարբոնատային պլաստիկի արտադրության մեջ, որից օրինակ որոշ ջրի շշեր կամ սննդի տարաներ են պատրաստում։ Նաև էպոքսիդային խեժերի մեջ, որոնցով պահածոների թուփերի ներսն են պատում։ Ու ինչով է այն վտանգավոր։ BPA-ն հայտնի է որպես էնդոկրին համակարգի խանգարիչ։ Սա նշանակում է, որ այն կարող է միջամտել մեր օրգանիզմի հորմոնալ համակարգի նորմալ աշխատանքին։ Կառուցվածքով նման է կանացի էստրոգեն հորմոնին ու կարող է խախտել հորմոնալ բալանսը։ Իսկ կոնկրետ ինչ խնդիրների հետ են կապում հետազոտությունները։ Դե կապում են մի շարք լուրջ առողջական խնդիրների հետ, օրինակ որոշ քաղցկեղների, շագանակագեղձի, կրծքագեղձի ռիսկի բարձրացում, վերարտադրողական խնդիրներ եւ կանանց եւ տղամարդկանց մոտ։ Անպտղություն, սպերմատոզոիդների որակի վատթարացում։ Այո, նման բաներ։ Նաև նյարդային համակարգի զարգացման խանգարումներ երեխաների մոտ, նյութափոխանակության խնդիրներ, որոնք կարող են նպաստել շաքարախտի, ճարպակալման զարգացմանը, նաև սրտանոթային հիվանդություններ։ Մի խոսքով, խոսքը ոչ թե ուղղակի թունավորման մասին է, այլ օրգանիզմի շատ նուրբ կարգավորումների, հորմոնալ համակարգի խաթարման մասին։ Ճիշտ այդպես։ Ինչն այս խնդրին բոլորովին այլ լրջություն է տալիս։ Աղբյուրներում նաև նշվում էին մտահոգություններ հղիության ու պտղի զարգացման հետ կապված, ներարկանդային զարգացման դանդաղում, վաղայամ ծննդաբերության ռիսկ, ցածր քաշով երեխաների ծնունդ, նույնիսկ բնածին արատների հավանականության բարձրացում։ Այո, թեև այս ոլորտում պետք է շեշտել, դեռ շատ հետազոտություններ են պետք, որ պատճառահետևանքային կապերը հստակ լինեն, բայց այս պոտենցիալ ռիսկերը նշվում են։ Իմունային համակարգի վրա հնարավոր բացասական ազդեցության մասին էլ կա մտահոգություն։ Ու մի հետաքրքիր բան էլ կար՝ միջսերնդային ազդեցության մասին։ Հա, դա շատ հետաքրքիր էր, թեև նորից կենդանիների վրա արված փորձ էր։ Ցույց էր տվել, որ միկրոպլաստիկի ազդեցությանը ենթարկված ձկների ոչ միայն իրենց սերունդն է ավելի քիչ եղել, այլև հաջորդ սերունդը, որ ուղղակի չէր շփվել պլաստիկի հետ, նույնպես վերադրողական խնդիրներ է ցույցաբերել։ Սա իսկապես մտահոգիչ է։ Անշուշտ, սա հուշում է հնարավոր միջսերնդային ազդեցության մասին։ Լավ, այսքան պոտենցիալ վտանգներ թվարկեցինք, բայց ինչպես դուք էլ ասացիք, գիտական հանրությունը դեռ զգույշ է վերջնական եզրակացությունների հարցում։ ԱՀԿ-ն 2019-ին ասել էր, որ խմելու ջրում առկա ներկայիս մակարդակները ըստ եղած տվյալների հավանաբար վտանգավոր չեն, բայց պետք են ավելի շատ հետազոտություններ։ Բացառակապես, պետք է շատ զգույշ լինել։ Կան մի քանի պատճառներ, թե ինչու է դժվար հստակ պատասխան տալ։ Նախ, շատ հետազոտություններ լաբորատոր են արվում, որտեղ պայմանները տարբեր են իրական կյանքից։ Հա, կարող են ավելի բարձր կոնցենտրացիաներ օգտագործել օրինակ։ Այո, կամ այլ տեսակի պլաստիկներ, քան իրականում մենք հանդիպում ենք։ Երկրորդ, շատ հետազոտություններ կարճաժամկետ են։
Դրանք չեն կարող ցույց տալ տասնամյակների ընթացքում ցածր մակարդակի ազդեցության կուտակային էֆեկտը։ Մարդկանց վրա էլ ուղակի փորձեր չես անի։ Իհարկե, դա էթիկական չէ, իսկ կենդանիների վրա ստացված արդյունքները միշտ չէ, որ 100%-ով կիրառելի են մարդկանց համար։ Եվ վերջապես, ինչպես նշում են փորձագետներ Ռոհմանը Վագները, տարբեր պլաստիկներ տարբեր տոքսիկություն կարող են ունենալ։ Իսկ իրականում մենք ենթարկվում ենք ոչ թե մեկ, այլ շատ տարբեր պլաստիկների ու այլ քիմիական նյութերի խառնազդեցությանը։ Սա շատ բարդացնում է պատկերը։ Հասկանալի է։ Ուրեմն իրավիճակը բարդ է։ Կան լուրջ մտահոգություններ, բայց դեռ շատ անորոշություն կա։ Այս ամենից հետո տրամադանական հարց է առաջանում։ Լավ, իսկ մենք ինչ կարող ենք անել։ Կարող ենք արդյոք նվազեցնել մեր շփում այս ամենուրեք մասնիկների հետ։ Լավ նորությունն այն է, որ այո, կարող ենք։ Թեև պետք է ընդունենք, լիովին խուսափելը գրեթե անհնար է դարձել։ Բայց կան շատ գործնական քայլեր, որ յուրաքանչյուրս կարող է անել, որպեսզի նվազեցնենք թե մեր օրգանիզմ մտնող միկրոպլաստիկի քանակը, թե ընդհանրապես դրա առաջացմանը նպաստելը։ Ամեն ինչ սկսվում է մեր սովորություններից, հա։ Այո, մեր սպառողական սովորությունները վերանայելուց։ Օրինակ, երևի ամենաակնհայտը մեկանգամյա օգտագործման պլաստիկն է։ Ճիշտ այդպես։ Փորձեք որքան հնարավոր է քիչ օգտագործել մեկանգամյա պլաստիկ շշեր, բաժակներ, սպասք, տոպրակներ, սննդի տարաներ։ Շատ պարզ բան, միշտ ձեզ հետ ունեցեք բազմակի օգտագործման ջրի շիշ, գնումների տոպրակ։ Այլ ընտրանքներ փնտրել՝ ապակի, մետաղ, փայտ։ Այո, սա ոչ միայն ձեր շփումն է պակասեցնում պլաստիկի հետ, այլև ընդհանուր պլաստիկի թափոնների քանակն է կրճատում։ Իսկ հագուստի հարցում, եթե սինթետիկները այդքան մարաթել են արտազատում։ Դե իհարկե նախընտրելի է ընտրել բնական գործվածքներ՝ բամբակ, վուշտ, բուրդ, մետաքս։ Բայց եթե ունեք սինթետիկ հագուստ, դե բոլորս էլ ունենք՝ պոլիեստեր, նեյլոն, ակրիլ։ Փորձել ավելի հազվադեպ լվանալ։ Հա, ավելի հազվադեպ, ավելի սառը ջրով, ավելի կարճ ցիկլերով։ Կան նաև հատուկ լվացքի տոպրակներ, որոնք ասում են, որ սում են մանրաթելերի մի մասը։ Հետաքրքիր է։ Իսկ սննդի ու ջրի պարագայում ինչ անել։ Ջրի դեպքում ծորակի ջուրը որակյալ ֆիլտրով զտելը կարող է լավ տարբերակ լինել, որպեսզի նվազեցնեք հնարավոր միկրոպլաստիկի պարունակությունը։ Շշալացված ջրի դեպքում, ինչպես տեսանք, ռիսկը կարող է նույնիսկ ավելի բարձր լինել։ Սննդի դեպքում ծովամթերքը, հատկապես կաքամորթները։ Այո, եթե շատ եք մտահոգված, կարող եք դրանց օգտագործումը նվազեցնել։ Թեև պետք է ասել, նույնիսկ որոշ հետազոտողներ շարունակում են դրանք ուտել, որովհետև սննդային արժեք էլ ունեն, չէ՞։ Հա, հասկանալի է։ Իսկ սնունդը պլաստիկ տարայում տաքացնելը։ Ախր դա խորհուրդ չի տրվում, հատկապես միկրոալիքային վարարանում։ Տաքությունը կարող է նպաստել, որ քիմիական նյութերն ու մասնիկներն անցնեն սննդի մեջ։ Օգտագործեք միայն food grade, սննդի համար անվտանգ, նշումով պլաստիկ։ Բայց եթե հնարավոր է, ավելի լավ է ապակի կամ կերամիկա օգտագործել։ Եվ վերջապես կոսմետիկան ու խնամքի միջոցները։ Ոնց հասկանանք, մեջը միկրոպլաստիկ կա թե չկա։ Դե ամենաապահով ձևը բաղադրությունը կարդալն է։ Պետք է ուշադիր լինել։ Փնտրեք այնպիսի բաներ, ինչպիսիք են polyethylene PE, polypropylene PP, PET, PMMA, nylon, սրանք պինդ միկրոպլաստիկներ են։ Իսկ հեղուկ կամ գելանմաններն էլ են խնդիր։ Դրանք էլ են մտահոգություն առաջացնում։ Օրինակ, acrylic copolymer, carbomer, տարբեր սիլիկոններ, ինչպես dimethicone, cyclohexasiloxane։ Եթե տեսնում եք այսպիսի անուններ, մանավանդ ցանկի սկզբում, նշանակում է միջոցը պլաստիկ է պարունակում։ Ու խուսափել տեսանելի գնդիկներով սկրաբներից ու փայլերից։ Այո, glitterից։ Սրանք կարևոր անհատական քայլեր են։ Բայց արդյոք սա բավարար է։ Ինչ արվում ավելի մեծ մակարդակով։ Պետական, միջազգային։ Այո, անհատական ջանքերը շատ կարևոր են, բայց խնդրի մասշտաբն այնպիսին է, որ համակարգային լուծումներ են պետք։ Ուրախալի է, որ շատ երկրներ արդեն քայլեր են անում։ Օրինակ, միկրոգնդիկների արգելքը կոսմետիկայում։ Հա, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում ԵՄ մի շարք երկրներում արդեն արգելված է միտումնավոր ավելացված միկրոգնդիկների օգտագործումը լվացվող կոսմետիկայում, օրինակ սկրաբներում։ Եվրամիությունն էլ հիմա քննարկում է ավելի լայն սահմանափակումներ տարբեր արտադրանքներում միտումնավոր ավելացված միկրոպլաստիկների վրա։ Կարևորվում է նաև աղբի կառավարումը, վերամշակումը։ Անպայման։
Թափոնների կառավարման համակարգերի բարելավում, վերամշակման պոկոսի բարձրացում, ընդհանրապես պլաստիկի արտադրության ու օգտագործման քաղաքականություն, ինչպես Ռիչարդ Թոմփսոնն է ասում, պլաստիկի հոսքը դեպի շրջակա միջավայր կանխելը շատ ավելի արդյունավետ ու իրատեսական է, քան փորձել հավաքել այդ արդեն տարածված միլիարդավոր մասնիկները։ Շատ լավ։ Ուրեմն եկեք փորձենք մի ամփոփում անել մեր այսօրվա խորասուզման՝ միկրոպլաստիկներ։ Այս մանր մասնիկները արդեն մեր իրականության անբաժանելի մասն են, թեև հաճախ անտեսանելի։ Ամենուրեն, օդում, ջրում, հողում, սննդի մեջ եւ անխուսափելիորեն հայտնվում են մեր օրգանիզմում։ Թեև դրանց երկարաժամթետ ազդեցությունը դեռ լիովին պարզ չէ, կան տվյալներ, որոնք մատնանշում են պոտենցիալ ռիսկեր։ Եվ ֆիզիկական, բորբոքում, գրգռում, եւ քիմիական, հատկապես BPA-ի նման նյութերի միջոցով, որոնք կարող են խաթարել մեր հորմոնալ համակարգը։ Բայց լավ նորությունն այն է, որ մենք անզոր չենք, կարող ենք քայլեր ձեռնարկել։ Այո, գիտակցված սպառողական ընտրություն, նվազեցնել մեկանգամյա պլաստիկը, ուշադիր լինել հագուստի, կոսմետիկայի ընտրությանը, զտել ջուրը։ Սրանով մենք կարող ենք մեր անհատական ազդեցությունը նվազեցնել։ Եվ միևնույն ժամանակ կարևոր է պահանջել ու աջակցել համակարգային փոփոխություններին, պլաստիկի աղտոտումը կանխելու, վերամշակումը խթանելու համար։ Շատ լավ, շնորհակալություն այս մանրամասն զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ու որպես վերջին մտորում մի հարց թողնեմ ձեզ, մեր ունկնդիրներին, մտածելու համար։ Մենք այսօր շատ խոսեցինք անհատի առողջության վրա հնարավոր ուղղակի ազդեցությունների մասին, բայց փորձեք պատկերացնել այս մշտական ամենուրեք թեկուզ ցածր մակարդակի ազդեցության կուտակային հետևանքը, ոչ թե մեկ մարդու, այլ ամբողջ բնակչության, ամբողջ էկոհամակարգերի վրա, սերունդների ընթացքում։ Հետաքրքիր հարցադրում է։ Ինչ է սա նշանակում մեր մոլորակի ապագայի համար, մանավանդ երբ զուգորդվում է կլիմայի փոփոխության, այլ բնապահպանական սթրեսների հետ։ Ինչ հարցեր է սա առաջացնում ձեզ մոտ այն նյութի վերաբերյալ, որը մենք ստեղծել ենք հարմարավետության համար, բայց որն այժմ մի տեսակ կարծես թե վերադառնում է մեզ հետապնդելու։